Այսօր Իսրայելում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք պետք է արթնացնեն Հայաստանին։ Կոռուպցիայի համար մեղադրվող վարչապետ Նեթանյահուն պաշտոնապես դիմել է նախագահին իրեն ներում շնորհելու համար, իսկ քաղաքացիները կանգնել են նախագահական նստավայրի առջև եւ ասում են. պետք է պաշտպանել ոչ թե վարչապետին, այլ պետությունը, դատարանը, օրենքը։ Սա հենց պետական ինստիտուտների պայքարն է սեփական գոյության համար։ Երբ դատարանը, իրավապահ համակարգը, վերահսկող մարմինները թույլ են, դրանց տեղը զբաղեցնում են կոռուպցիան եւ գողական բարքերը, գողական հասկացությունները։ Դրանք պետության ներսում այլընտրանքային իշխանություններ են, որոնք աշխատում են ոչ թե քաղաքացու, այլ օտար շահերի համար, կազմաքանդելով պետական ինստիտուտները։ Մենք ուզում ենք պետություն ունենալ, որտեղ քաղաքացու հարցը լուծվում է դատարանում, ոչ թե գողական աշխարհում, որտեղ որոշումները կայացնում են ընտրված մարմինները, ոչ թե գողական օրենքները, որտեղ արդարության չափանիշը փողը չէ, այլ օրենքը։ Մեր ընտրությունը շատ պարզ է, կամ ամեն գնով պաշտպանում ենք պետական ինստիտուտները, դատարանը, ոստիկանությունը, վերահսկող մարմինները, կամ հաշտվում ենք, որ մեզ կկառավարեն կոռումպացվածները եւ գողերը, օրենքով գողերը։ Իսրայելցիները այսօր պաշտպանում են իրենց պետությունը փողոցում։ Ինչ պետք է անենք մենք։ Կոռուպցիան ու օրեցօր գլուխ բարձրացնող այս ամենաթող գողական բարքերը պետության չեղարկման ճանապարհն են, իսկ ուժեղ ինստիտուտները Հայաստանի գոյության միակ երաշխիքը։